Եթե որոշման մանդատները վերցնել, օրինակ, պետք է հստակ պլան լինի, ոնց են կոնսոլիդացված թույլատնում իշխանության ռեսուրսները։ Իսկ դրա համար ի՞նչ է պետք, որ խորհրդարան գործողվեն բոլոր երեք ուժերից բացառապես քաղաքական դեմքեր, որոնք այնքան ակտիվ լինեն փաստարկված իրենց ելույթներով եւ անխոցելի, որպեսզի իշխանությունը չկարողանա առնետավազք խրախուսել։ Եթե չես վերցնում մանդատները, էլի պետք է հասարակության համար հստակ լինի փողոցը ոնց ես գեներացնում, ինչպես ես հասնում իշխանության թուլացմանը կամ այս դեպքում արդեն հեղափոխական զարգացումներ։ Խորհրդարանը իշխանության լեգիտիմ տրանզիտի հնարավորություն է ստեղծում, եթե գնում ես մանդատները վերցնում ես։ Փողոցը հեղափոխական զարգացումների հնարավորություն է ստեղծում։ Եվ այդ ընդդիմությունը շատ դուրս քննարկի երկու տարբերակների պլյուսներն ու մինուսները շատ ծառը թափ։ Երկու դեպքում էլ քաղաքական լուծումներ է պետք։ Մեր ընդդիմությանը, այդ թվում մեզ, այնի շոր պակասում է, դա երբեմն քաղաքական մոտեցումները սվաղելն է կամ ինչ-որ ոնց ես բացատրում, սվայաչի լուծումներ գտնելը, որը սխալ է։ Երկու տակտիկանն էլ ճիշտ են, եթե հստակ քաղաքական տրամաբանության տակ են։ Երկու տարբերակներ կարող են կործանարար լինել, եթե էմոցիայի կամ ինչ-որ բան հասարակության գլխին փափուկ բաց դնելու նպատակով են կարծում։ Բայց մարտավարություն չկա։ Կա սխալ հաշվարկ, սխալ օրակարգ եւ խիզախություն նկարագրում։ Եվ խիզախության պակաս։